Սրանից մոտավորապես 5 տարի առաջ ոսկու գները մոտավորապես 2000 կամ $2000 ցածր էին։ Հիմա արդեն հերթական ռեկորդներ են սահմանում 4006, 4007, 4800 են հասնում։ Ըստ այդմ հարկային եկամուտները հաշվարկելիս, օրինակ ամուլսարի վերագործարկումը այդ առումով ինչպիսի փոփոխություններ է տալու հարկային մուտքերի տեսանկյունից, կարծես սկսել են աշխատանքները արդեն այնտեղ, կան արդեն հաշվարկներ, այդ հաշվարկները փոխվում են, չեն փոխվում, որովհետև չգիտեմ, սրանց 2 տարի առաջ որ սկսել էր այդ վերագործարկման հետ կապված աշխատանքները, մեկ թիվ էր նշում հարկային հնարավոր, ֆիսկալ հնարավոր, այսպես արդյունքների տեսանկյունից, հիմա ինչ արդյունք դա կարող է լինել։ Դե մենք երբ որ բյուջեն քննարկում էինք, կարծեմ ձեզ մոտ էլ էս հարցը առիթ ունեցել ենք խոսելու, այն ժամանակ կար ոսկու ինչ-որ մի գին, և դա 4000-ի շրջանակում էր, և ըստ էության մենք նաև կանխատեսումներ էինք արել բյուջետային փաստաթղթով, դա մենակ ոսկուն չի վերաբերվում իդեպ, պղնձին էլ է վերաբերվում, որովհետև պղնձի գինը 10,000 էր այն ժամանակ, երբ որ բյուջեն ընդունում էինք և մեր կանխատեսումով պղնձի գինը մի փոքր կավելանար, բայց մեր կանխատեսումները այնպիսին չէին, որ պղնձի գինը կարող է դառնա 12700, որը այսօր է, կամ 13000, այսինքն այսպիսի կանխատեսում չունենք, սա էլ է իր բավականին դրական ազդեցություն ունենալու համ հնայի, համ մեր հարկային եկամուտների վրա, բնականաբար ոսկու գնի փոփոխությունը, դրական փոփոխությունը իր դրական ազդեցությունը ունենալու է ի համեմատություն նրա, ինչ որ պլանավորել ենք բյուջեում, որտեղ ես չեմ ուզում համեմատել նրա հետ այն ինչ որ ասվել է տարիներ առաջ, երբ որ ամուլսարը պետք է գործարկվեր, այլ բյուջեում մենք ունենք որոշակի կոնկրետ թիվ նշած եւ ազդեցության չափ նշած հնայի վրա, եթե արդյունահանման ծավալները, որոնք մենք ենթադրություն արել ենք, որ կլինեն, իսկ դա կազմում է 4 տոննա, եթե ես չեմ սխալվում, 2026 թվականի համար, ապա այդ ճշգրտումները բնականաբար տեղի կունենան և դա իր ազդեցությունը կունենա, բայց ես այսօր չեմ կարող ասել արդյոք այդ ոսկու գինը, որը այդքան է վաղը ինչպիսին կլինի, ինչպիսի տատանողականություն կունենա, որտեղ ինչպես տեսակ վերջի 1-2 ամսվա ընթացքում ինքը բարձրացավ, նորից բավականին իջավ, հետո նորից բարձրանում, այսինքն սա մեծապես կապված է աշխարհում տեղի ունեցող տարբեր գործընթացների հետ, բայց իմ ընդհանուր տպավորությունն է այնպիսին է, որ քանի որ աշխարհում կենտրոնական բանկերն են հիմնական գնորդները ոսկու, այսինքն սա սպառողական պահանջարկի մղվող այսպիսի աճ չի, ապա եթե այլ բան չփոխվի այս վարքագծի մեջ, ոսկու գները դժվար թե կտրուկ իջնեն։